Բարև բարեկամներ, ինչպես եւ խոստացել էինք, շարունակում ենք ռեպրեսիայի թեման։ Որոնումներն օրորի մեր առջև նոր դռներ են բացում։ Դուժանքի, հալածանքի ենթարկված բազում արցախցի ընտանիքների ճակատագրեր են բացահայտվում։ Դարձյալ վերադառնանք պատմությանը։ Ովքեր էին հիմնականում բռնությունների ենթարկվում ստալինյան ռեպրեսիայի տարիներին։ Իրականությունը համապատասխանում է, որ զինվորականների շրջանում իրոք եղել է հատուկ ընդգծված ընդդիմություն, նույնիսկ նրան վերացնելու ծրագրեր են եղել Տուխաչևսկու ղեկավարությամբ, հնարավոր է այսօր պատմությունը եւ փաստաթղթեր, որտեղ ոչ բոլոր փաստաթղթերն են դեռ մինչեւ այսօր ռուսական արխիվում կան չգաղտնազերծված մեծ քանակությամբ փաստաթղթեր, մենք չենք կարող ասել, որ իրոք եղել է թե չէ։ Ամատունի Վիրաբյան, Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի տնօրեն։ Թեպետ քննության ընթացքում նրանք խոստովանել են, որ իրոք պատրաստվել էին Ստալինին ոչնչացնելու եւ դատողները եղել են իրենց ընկերներ, ասենք Տուխաչևսկուն դատել են նույն մարշալները, որոնք 1 տարի հետո իրենք են դարձել զոհ, որոնք իրենք են Եգորով, այսինքն, որն եւս մարշալ էր, Տուխաչևսկու դատի ղեկավարներից մեկն էր, 1 տարի 37-ին Տուխաչևսկուն դատեցին, 38-ին ինքը գնաց նույն զոհը դարձավ։ Երկրորդը զինվորականությունն էր եւ այդ շրջանում հայ զինվորականությունը եւս տուժեց։ Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի ամբողջ ղեկավարությունը ձերբակալվեց եւ գնդակարվեց։ Արդեն չենք խոսում նախկին ցարական բանակում կամ դաշնակցական, այդպես էին կոչում դաշնակցական բանակում, մենք դա Հայաստանի Հանրապետության բանակ ենք համարում, դաշնակցական բանակում ծառայածները, որոնք եւս դարձան զոհ, ասենք Սիլիկյանը, մյուսները, Հախվերդյանը, Հայաստանի առաջին ռազմական նախարար Հախվերդյանը, երկրորդ նախարար Արարատովը, Արարատյանը դատապարտվեցին։ Նրանք արդեն չէին ծառայում բանակում, բայց բանակում ծառայողները, որոնք եթե նույնիսկ դաշնակցական բանակում ծառայել եղել էին շարքայիններ կամ ենթասպաներ, նրանք եւս, ասենք, հայկական դիվիզիայի հրամանատար Հակոբ Աթոյանը ձերբակալվեց եւ բանտում խելագարվեց։ Առաջի հարձակությունից հետո, երբ որ նրան սկսել էին ծեծել, որը նա չէր սպասում, նրա դիմումը կա, նրան թվում էր, թե դա ինչ-որ թյուրիմացության արդյունք է, նամակ է գրել, որ ոնց կարող է ինքը մանուկ հասակից խորհրդային իշխանության համար պայքարել է, կռվել եւ հանկարծ ինքը ժողովրդի թշնամի է հակահեղափոխական։ Առաջի հարձակությունից հետո որ նրան սկսել են ծեծել եւ նա արյունոտված, ինչպես բերում են, հիշում են նրանք, ովքեր մի կերպ ողջ են մնացել, պատմում են, արյունոտված բերեցին, գցեցին, նա խելագարվեց եւ բանտում մահացավ։ Կամ դիվիզիայի քաղեկ Խորեն Աբրահամյանը կամ կոմիսար Իվան Վարդանովը, որը եւս Ղարաբաղցի էր, ոչնչացվեցին նաեւ Բաքվում այդ ռազմական դիվիզիաների ղեկավարները, որոնց թվում հայերը շատ էին, ադրբեջանական դիվիզիաներ էին, բայց ղեկավարության մեծ մասը հայեր էին։ Ես գործ եմ հանդիպել։ Մարդու նկատմամբ, որ եռյակը որոշումը կատարել է գնդակարելու մասին, բայց նա դեռ չի ձերբակալվել։ Որոշումը կատարվել է, ընդունվել է դեկտեմբերի 2-ին, նա ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին, երբ մի հարձակությունություն է եղել, որ ինքը ժամանակին գյուղում եղել է կոմիսար, այո, ասել է, ես եղել եմ կոմիսար, դա բավական էր, ամսի 6-ին արդեն այդ վճիռը կատարեցվել։ Այդ մեքենան, երբ որ սկսել էր թափ հավաքել եւ հաճախ չէին հասցնում, մենք երբ որ 50-ական թվականներին այդ գործերը բացում քննարկում էին, տեսնում էին, որ ուղղակի առանց մարդուն ձերբակալել են, առանց դատախազի համաձայնության, այսինքն առանց օրդերի, չի եղել հարցաքննություն, վկաներ չեն եղել, միակ բանը, որ եղել է, դա ինքնախոստովանությունը, իսկ ինքնախոստովանությունը, ինչպես մենք գիտենք, Ստալինի հեռագրի համաձայն արդեն 37 թվականի կեսից սկսվեց կիրառվել ծեծու ջարդը, որտեղ նա գրել էր, ինչու խորհրդային իշխանության թշնամիները կարող են մեր նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառել, մենք չենք կարող։
Մենք չենք կարող։ Եվ երբ որ մի քանի մարդ, ասենք այդ նույն ոմանք ազատվեցին 39 թվականին Բերյան մի քիչ բանտերը մաքրեց, մարդիկ դուրս էին գալիս եւ ասում էին, որ ծեծում էին մեզ, ոչ մեկը չէր հավատում, ոնց խորհրդային իշխանությունը կարող է բանտում ծեծել։ Հաջորդը այն մարդիկ, որոնք պոտենցիալ, ինչպես ասեցի, հակախորհրդային էլեմենտներ են։ Դրանք նախկին ոստիկաններն էին, նախկին վաճառականները, նախկին հոգևորականները։ Զուտ Ղարաբաղում եկեղեցու հոգևոր թեմի առանձին հոգևորականների հանդեպ բռնությունները սկսվել են դեռևս 1920 թվականի մայիսին, երբ ռուսական Կարմիր բանակի ճնշման տակ խորհրդային կարգեր են հաստատվում։ Եկեղեցու եւ հոգևորականության դեմ բռնությունների հզոր ալիքը շարունակվում է անցյալ դարի 30-ականներին, մինչև որ 1933 թվականը փակվում է Ղարաբաղի հոգևոր թեմը։ Հայ եկեղեցու նկատմամբ բռնությունները միանշանակորեն կապվում են խորհրդային կարգերի հաստատման հետ եւ խորհրդային կարգեր հաստատվելուց անմիջապես հետո կոմունիստական կուսակցությունը ընդհանրապես չհանդուրժեց եկեղեցու գոյությունը, գործունեությունը։ Մելանիա Բալայան, պատմաբան, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն։ Եվ առաջին իսկ օրվանից սկսվեցին, ես կասեի, անասելի բռնությունները եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Այս իմաստով ես ուզում եմ հատկապես շեշտել նաև այն երևույթը, որ ի տարբերություն Հայաստանի, Ղարաբաղում առավել անսանձ էին բռնությունները եկեղեցու նկատմամբ եւ եթե Հայաստանում գոնե հանդուրժեցին եկեղեցու գոյությունը, թեկուզ եւ խորհրդային ժամանակահատվածում, ապա նույնը տեղի չունեցավ Ղարաբաղում։ Դրա հիմնական պատճառը այն է, որ Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցվելուց հետո եկեղեցին դիտվում էր ոչ միայն որպես հոգևոր կենտրոն, այլ նաև ազգային գաղափարախոսության կրող։ Հենց 1920 թվականից ի վեր Ղարաբաղում դաժան բռնություններ սկսվեցին եկեղեցու եւ հոգևորականության նկատմամբ։ Շեշտենք նաև այն հանգամանքը, որ 1920 թվականին, երբ որ Կարմիր բանակ, այսպես կոչված խորհրդային ժամանակներում, որ փառապանց անվանումն էին տվել, ճակերտավոր հիմա կարող ենք ասել, ապա մի որոշ ժամանակ գրավեց Զանգեզուրի մի մասը եւ Նժդեհի գլխավորությամբ հայ ազգային ուժերին հաջողվեց նրանց վտարել Զանգեզուրից, սակայն դժբախտաբար նույնը տեղի չունեցավ Ղարաբաղում եւ հիմնավորվելով Ղարաբաղում հենց Կարմիր բանակը առաջին իսկ օրվանից սկսեց բռնությունները եկեղեցականների նկատմամբ։ 1920 թվականին մեծ թվով հայ ազգային գործիչներ, որոնց թվում եւ հոգեվորականներ, նրանց կողմից ձերբակալվեցին, ուղարկվեցին Թարթար, որտեղ էլ նրանց բոլորին կացնահարեցին, այսինքն դաժան ձևով նրանց մահապատժի ենթարկեցին։ Ձերբակալվածների թվում էր այն ժամանակվա Արցախի թեմի առաջնորդ Տեր Մեսրոպ Շանազարյանը։ Եվ դրանից հետո պետք է ասել, որ գնալով գրեթե նույն թափով շարունակվեցին նույն բռնությունները, արդեն Կարմիր բոլշևիկյան այդ բանակի զինվորականների կողմից աստիճանաբար սկսեցին հայ եկեղեցիները վերածվել իրենց ձիերի համար ախորանոցների, պահեստների եւ այլն։ Եվ ոչ միայն, այսինքն դրանով չբավարարվեցին, նաեւ եկեղեցական գույքը ուղղակիորեն բռնագրավեց
գրավում էր նրանցից եւ իհարկե այս բռնությունները գնալով շարունակվեցին ցավով ուզում եմ շեշտել որ նաեւ հայ բոլշևիկները նույնպես այս իրադարձությունների նկատմամբ ոչ միայն ուղղակի անտարբեր վերաբերմունք ունեցան այլ նաեւ նույնիսկ իրենք էլ աջակցեցին նման երևույթներին հայ եկեղեցու վավերագրերում պահպանվել են բազմաթիվ փաստեր որոնք վկայում են այն ժամանակ տարբեր գյուղերից հայ հոգևորականների այսինքն քահանաների գրությունները հոգևոր առաջնորդին, որտեղ խնդրում են ուղղակի իրենց ազատելու, իրենց հոգևոր պարտականությունները կատարելու այդ գործունեությունից, որովհետև եւ ուղղակի իրենք իսկ մատնանշում են դրա հիմնավոր պատճառները, որովհետև այլևս անտանելի պայմաններ էին ստեղծվել նույնիսկ գյուղերում նրանց գործունեության համար։ Եվ նույնիսկ կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ ստեղծվել էին տարբեր գյուղերում, ստեղծվել էին անաստվածների խմբակներ եւ այդ անաստվածների խմբակները ստալինյան բռնությունների ժամանակաշրջանում արդեն վերանվանվեցին մարտնչող անաստվածների խմբակներ։ Հիմնականում այս անաստվածների խմբակների գործունեությունը որն էր։ Այստեղ ընդգրկում էին երիտասարդների եւ երիտասարդներին ուղակի պատվիրում էին, որ պետք է բոլոր հոգեվորականներին ուղակի հնարավորություն չտալ գործելու եւ երիտասարդները անտեղյակ լինելով հոգեվորականների գործունեության բուն առաքելությունից պարզապես նույնիսկ երբեմն ծաղրուծանակի են ենթարկում նրանց անգամ հասարակության արչև հանելով նրանց կրոնական համազգեստը եւ այլ այսպես նսեմացնող գործընթացներ իրականացնելով։ Այս բոլորը իրականացվում էր Ադրբեջանի Կոմկուսի հրահանգներով եւ Ադրբեջանի Կոմկուսի հրահանգներով փակվեցին նաեւ մեծ թվով եկեղեցիներ հենց 1920-ական թվականներին։ Ուզում եմ շեշտել, որ մեր առաջին հոգևոր կենտրոններից մեկը Ամարասը, որ իր գործունեությունը ծավալել է դեռ ինչպես հայտնի է 5-րդ դարից ի վեր եւ փաստորեն 1929 թվականի հոկտեմբերի 4-ի հատուկ հրամանագրով փակվեց նաև Ամարասի եկեղեցին։ Ամարասի եկեղեցում պահվում էին դարեր շարունակ այստեղ ստեղծված բազմաթիվ ձեռագրեր, եկեղեցական ամենատարբեր իրեր եւ որոնք բոլորը տեղափոխվեցին Բաքու իբրև թե ուսումնասիրելու նպատակով։ Այդ նույն ճակատագրին ենթարկվեցին իհարկե Ղարաբաղի նաև մյուս եկեղեցիները։ Ես ուզում եմ ասել, որ այդ բռնարարական գործընթացներից զերծ չմնաց նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից դուրս մնացած, սահմաններից դուրս մնացած պատմական Արցախի մյուս հատվածը, Հյուսիսային Արցախը։ Հայտնի է, որ Գետաշենը մեր Հյուսիսային Արցախի նշանավոր բնակավայրերից էր գյուղ, որ ուներ 5 եկեղեցի, այդ գյուղի տարածքում միայն գործող 5 եկեղեցի կար։ Եվ հենց գյուղի կենտրոնում գտնվող ավագ նշան եկեղեցում նույնպես պահվում էին բազմաթիվ ավետարաններ եւ այստեղ նույնիսկ հայտնի հանրահայտ հայ իրականության այն ժամանակվա հոգեոր իրականության մեջ հայտնի ավետարաններ նույնպես կային եւ հանկարծակի ուղակի մարդկանց գյուղի հոգեոր եկեղեցու սպասավորների համար հանկարծակի այստեղ թափվում են Ադրբեջանի կողմից ուղարկված ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, արգրավում են այդ ամենը, բայց փոխարենը խոստանում են, որ դրանք տանում են Բաքու ուսումնասիրելու համար, այսինքն նույն խաբեությամբ դրանք տեղափոխվում են Բաքու եւ այդպես փաստորեն հայ եկեղեցիները զրկվեցին նաեւ իրենց հոգեվոր մասունքներից։ «1924 թվականին Արցախի թեմի առաջնորդ Անանիա եպիսկոպոսը հատուկ գրություն է ուղարկել Էջմիածին ամենայն հայոց կաթողիկոսին խնդրելով ազատել իր պարտականություններից։ Գիտեք, բավական հետաքրքիր եւ բովանդակային նամակ է այդ նամակը եւ չես կարող ուղղակի անտարբեր ընթերցել նմանատիպ նամակ, որովհետեւ այնտեղ մանրամասն նկարագրում է, որ
ինչպիսի բռնություններ էին ենթարկում հոգևորականներին եւ քանի որ տարբեր գյուղերից ինքը ստանում էր քահանաների, հրաժարականների դիմումները եւ ինքն էլ իզորու չգտնվելով դրանց դեմը առնել եւ որոշակիորեն սատարել հոգևորականներին իրենց գործունեությունը շարունակելու համար, ուղղակի անզոր լինելու պարագայում ստիպված ինքն էլ նամակով դիմում է Էջմիածին իրեն ազատելու խնդրանքով։ Վրթանես եպիսկոպոսը ստանձնեց պարտականություններ Արցախի թեմի առաջնորդի, բայց պետք է ասել, որ ինքն էլ գործում էր եւ շարունակում էր գոնե հոգեվոր ծառայությունները իր ժողովրդին մատուցել նման ծանր պայմաններում եւ ինքն էլ ենթարկվեց բռնությունների, այսինքն զերծ չմնաց այդ բռնություններից։ Նրան ձերբակալում են, նետում են Շուշիի բանտը, բավական երկար ժամանակ, շուրջ 3 տարի նրան բանտում պահում են եւ չնայած նրան, որ ինքը հատուկ նամակով դիմում է Էջմիածնին, փաստաբան խնդրելով, նույնիսկ այնուհետև Շուշիից նամակ է ուղարկվում Էջմիածին, որ այդ նամակում փաստված է, որ Վրթանես եպիսկոպոսը թեկուզ եւ արդարացվել է, բայց եւ այնպես նրան շարունակում, այսինքն դատը վարվել է, նրան արդարացրել են, այսինքն որևէ մեղադրանք չկար, բայց եւ այնպես նրան չէին ազատում։ Իհարկե, նպատակը նույնպես մեկն էր, այդ ամենը իրականացվում էր պարզապես եկեղեցին իսպառ վերացնելու մտայնությամբ։ Եվ 1932 թվականին Ստեփանակերտում գումարվեց վերջին հոգևոր ժողովը։ Այս ժողովը գումարվել է ամենայն հայոց եկեղեցում կայանալիք հոգևոր ժողովին մասնակցելու համար պատգամավորներ ընտրելու նպատակով։ Արցախի տարբեր բնակավայրերից դեռևս գործող եկեղեցիներից պատգամավորներ են մասնակցել այդ հոգևոր ժողովին։ 1932 թվականին տեղի ունեցած ժողովը ընտրել է պատգամավորություն, որոնք Վրթանես եպիսկոպոսի գլխավորությամբ մեկնել են Էջմիածին։ Այս իրադարձությունը տեղի ունեցել 1932 թվականին, որտեղ արդեն հոգևոր ժողովը ավարտելուց հետո պարզապես նրանց հասկացրել են, որ այլևս նրանք չպետք է վերադառնան Ղարաբաղ։ Վրթանես եպիսկոպոսը բողոքել է այդ հարցի կապակցությամբ եւ ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Ադրբեջանի կառավարությանը, դիմումին պատասխան Ադրբեջանից ստացվեց պարզապես պատասխան, համաձայն որի այլևս չի թույլատրվում Ղարաբաղում Արցախի թեմի գործունեությունը եւ բնականաբար նման պայմաններում արդեն 1933 թվականին արդեն Արցախի հոգևոր թեմը դադարեցրեց իր գործունեությունը, այսինքն ոչ թե դադարեցրեց, այլ պարզապես արգելվեց նրա գործունեությունը Արցախում։ Դեռևս 1929 թվականին Ադրբեջանի հատուկ հրահանգներով միայն Ղարաբաղի տարածքում փակվել են 108 եկեղեցիներ։ Այս եկեղեցիների փակման գործընթացը հետագայում եւս շարունակվեց եւ մենք արդեն 1930-40-ական թվականների սկզբներին, այսինքն ստալինյան բռնությունների ժամանակահատվածում Ղարաբաղում որևէ գործող եկեղեցի չունեցանք։ Եվ ուզում եմ շեշտել, որ հենց ստալինյան քաղաքականության նաև պարագայում Ղարաբաղը ողջ աշխարհում, ես կասեի, դարձավ միակ հայաբնակ տարածքը, որտեղ չկար որևէ գործող եկեղեցի։ Եկեղեցիների փակման այս գործընթացը նաև ուրիշ տխուր հետևանքներ ունեցավ։ Եկեղեցիները գոնե չկարողացանք պահպանել որպես գոնե պատմաճարտարապետական հուշարձաններ, իսկ հայտնի փաստ է, որ Արցախի բոլոր գյուղերում էլ արկա են եղել եկեղեցիներ
եկեղեցիներ, վանքեր, ավելին մենք ունեցել ենք փոքրիկ գյուղեր, որոնք ունեցել են մեկից ավելի եկեղեցիներ, բայց այսօր կարծում եմ ակնհայտ է, որ Արցախի գյուղերի մեծ մասում այլևս չկան եկեղեցիներ, որովհետև այդ եկեղեցիները նպատակային ձևով քանդվել են։ Սա նույնպես հատուկ հրահանգներով է իրականացվել եւ եկեղեցիները քանդել են, այդ քարերով կառուցել են շենքեր, կառուցել են ակումբներ, լավագույն դեպքում եկեղեցիները վերենացել դպրոցների, խրճիտ ընթերցասրահների եւ հատկապես ցավալի է այն երևույթը, որ երբեմն հայկական եկեղեցիները դարձրել են մահմեդականների համար բնակության, այսպես ասեմ, բնակության տեղիններ։ Այդպիսի փաստեր նույնպես շատ կան Արցախի տարածքում։ Ես ուզում եմ մասնավորապես շեշտել Ծարի Սուրբ Գրիգոր եկեղեցու պատմությունը։ Սուրբ Գրիգոր եկեղեցին ուղղակիորեն դարձավ մահմեդականների որպես գոմ, մահմեդականները իրենց անասունները պահելու համար դա ուրիշ այլ ուրեմն հարմարավետ տեղ չէին գտել, քան հայկական եկեղեցին, եւ իսկ Ծարի մյուս Սուրբ Գևորգ եկեղեցին ընդհանրապես քանդեցին եւ նրա վրա արկա արձանագիր քարերը, խաչքարերով կառուցեցին դպրոցական շենք իրենց համար, իսկ շենքն էլ սվաղեցին բնականաբար ծածկելու համար այդ հայատար գրությունները, խաչերը եւ այլն։ Հայոց եկեղեցին բացահայտորեն գտնվում էր ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի խիստ հսկողության տակ։ Կոմունիստական կուսակցությունն արգելեց եկեղեցական ծիսակատարությունները, հատկապես մկրտությունը։ Այնուհետև խլվեց եկեղեցու ողջ ունեցվածքը։ Ստալինի իշխանության տարիներին բռնությունները նորալիք ստացան։ Տուժեցին նախկին հոգևորականների ընտանիքները։ Գրիգոր Տեր-Սարգսյանի թոռն իր մեծերից լսածն է պատմում։ Չնայած խորհրդային տարիներին ու դրանից հետո էլ Սարգսյանների գերդաստանում ոչ ոք հոգևորականությամբ չզբաղվեց, բայց համարելով նրանց ունեցվածքի տեր բռնագրավել են։ Իմ դեդուս ուրեմն հոգևորական այլել։ Ծնվել է Մարտունու շրջանի Մսմոնագյուղում, հարուստ ընտանիք։ Վլադիմիր Սարգսյան, Գրիգոր Տեր-Սարգսյանի թոռը։ Մեծ բաղեր այլել դրանց, հետո այգիներ այլել, կուլակ են լինել, հայրը կուլակ այլել համարյա։ Դա սովետի ժամանակ լուխեր են գալել ցիրկերներից։ Հետո ուրեմն մեծաց հալավժե դեդուշկան։ Տարալա Շուշի գիմնազիա։ Այդ վաղտը գիմնազիա այլել։ Շուշի քաղաքում։ Գիմնազիան ավարտելուց հետո Բերալատոն նորից խարկալա էջմեացին։ Դե այդ մարդներ կեցալ էջմեացինել դա կարթալուշում։ Հետո այնվաղ տասալ են քահանա չելարել, սարկավակ այլել դա ինչ այլել։ Բերալ են պենը։ Ղարկալ են կիզլեր, Կիրավաբադի շրջանը։ Կիզլեր ժամանակ ուրեմն աշխատալա, դրանից հետո էլ արդեն տեղափոխվալա Բաքու։ Բաքու հայոց ժամ այլել։ Այդ Բաքու այդ ժամումը, հայոց ժամումը, քահանայա դարալ արդեն սարկավակից։ Եվ մեր ժամանակ աշխատալա այդ պենումը։ Հետո տեղից էլ որ հանալն Ղարկալ են գյուղը, գյուղարակները։ Եկալա Մսմոնագյուղը նորից, այս շենցները իրան ես ինչքան էր գյուղ էր կայս, չանախցի աղլ, բլախա, ես մինա, ուղխանա, այդտեղ տարալա որպես քահանա այլի աղր, ժողորդը կողքին։ Բայց արան ժամ է այլալ, պետ դուզամ ես ժամ այլալ, շոշկավանք ենք ասում։ Բայց մեջին պենչիլալի ավերակ այլալ համարյա։ Եվ դիել սկսալար աշխատելալի, հետո են գիմնազիամ էր ասում պրծալա, բացի տրանից իրան այդ կահանայությունից երեխոցը տեսա տվա։
65 թվին ես Բաքվում մլալ։ Բաբոներ իրանք հարևանն ելել այնտեղ։ Սկսալ այդի պատմել, դեն ասում է մատաղանում ասում գլուխս ինչեր է եկալ, ասում ինչալ է։ Ես ասում եմ բագուկին ու մլալ ասում մի օր տեսնամ ասում դիմ վիրան ասում ոնց մարտի սպանած ես էլ գյուդում թամուշին իսկյամա։ Կյամա տեսնում սպանած դին իրան ղարկում։ Լարիսա Սարգսյան, Գրիգոր Տեր-Սարգսյանի հարսը։ Ինձ էլ երկու տղա է ելել ասում խոխեք։ Հավերչի ասում դերը հասա ասում այս իմ մարդս ասում լի դերը ելել ասում ինչխին։ Բիդի ասում տա ադետ ելել կյա վեր հունց թաղմանը ներկայանա։ Թաղմանը վեր ներկայանում ասում ոչ մի բան ասում չասում վեր արդեն 40 բիդի տան ասում ամուսնուս կյամա համ 40 նորը ինքը օրնում համ էլ ասում այ աղջիկլի հունց ասում ինձ էլ ունիմ երկու երեխա քեզել քինակ միասին ապրենք իմ կինս էլ մահացած է հետո ասում նհատը կյամամ ասում իրանց գյուղը ասում եշում տեսնում երկու խոխայ ասալ 4 խոխայ մատաղանի մել հման չումում ետ դռնամ ասում մնամում իրան 4 խոխան պահում ինձ էլ հասե մի հատ աղջիկ ասում հետո ունում ինչան իմ բալաս ասում խոխ ասելենա բնակում ովին ասում ինչխեն ասում özəlավեր ասում իրան դետոն իրան էլ տանի դերշինի özəl չխոխաս ես բիդի շարունակեիմ տարալային ձեզ միացին մի տարի կացալ եմ ընդ հետո հետ դեռալես շարունակած Ուշադրության է արժանի Ղուկասյանների ընտանիքի պատմությունը Պապը Վարդանես Տեր-Ղուկասյանը Լղիմի Շուշիի շրջանի Ղայբալու գյուղի հոգևորականն է եղել Նա մահացել է 1917 թվականին Սակայն գրեթե 30 տարի անց էլ նրա հետնորդները բռնությունների են ենթարկվել Հիշում է Վարդանես Տեր-Ղուկասյանի թոռը Մեր պապը դեր այլել Ղայբալու շենում այդ Շուշվա տակին գյուղա մոտ գյուղալան թրքերը 1919 թվին այդ ժողովրդին սրին քաշալ շատ ցալն Շուշվի ցախ կտորա բայց ինքը ուժը իլալ չի ինքը 1917 թվին մահացալ իսկ այդ դեպքը պատահала 19 թվին Վեր կարեցավա ազատվալա փախալ մեծամասնությունը եկալն Ստեփանակերտ այդ ժողովրդին այդ նույնն էլ մերուկ Ժանա Ղուկասյան Իրան շատ երախա ելել 8 4 տղա 4 աղջիկ դղիկի ուրեմն հասիկ պաժանստը սային Իսահակ սա գեղեցիկ անունն է դրած Համազասպ իմ պապասա Գարիգին փոքր եղբայրը Սուրեն սպանալ կրթված ընտանիք ալալ ինքը շատ կրթված պատրաստ մարդ ալալ կապա ունեցալ Ռուսաստանի հետ իմ պապաս պատմելիս ալվեր ինքը քինալիս ալալ ժողովների Սևերնի Կավկազ դյաճաս Իսահակ Ղուկասյան Տեր Ղուկասյան ինքը ուրեմն կարդալա Северный Кавказ, военную академию окончил, был царским офицером. Это советական միության ժամանակ ինքը թողալ իրան այդ офицерствան ու աշխատալա կրթության մեջ իրալա օբլոնոյի բեն ինսպեկտոր հետագայում իրալա վարիչ օբլոնոյի հետագայում իրան փռնալն որպես դերի տղի Тюрьма это хашмарта Ивандацала, եկала ու Կիմիշի բետապրաչի մահացավ։ Իմ պապաս իլալա ոնց վեր пионер Нагорный Карабахе որպես ուսուցիչ Իրան որպես молодой специалист ղարկելիս նլան գյուղարանքը ընդեղ ինքը այդ շկոլն օրգանիզovat անելիս ալա օրինակ Ստեփանակերտ շրջանում իլալա Կարմիր գյուղը Չանախչին Կարաբուլախը հատ այդ շկոլն լուղ Իրան գազམ་ակերպած շկոլն ալ հետագայում ինքը դիրեկտոր աշխատալ հետո մեկ տեղափոխալն Մարդակերտսկի ռայոն ընդեղ նույնը ուրեմն հաթերք Օրթունա գյումեր ու վաղոհաս հատ այդ գյուղերում նա ինքը գազམ་ակերպիչրալ ու դիրեկտորալ դի մի քանի տարուց հետո տեղափոխալն իրան Ստեփանակերտ հատ նշանակալն ինքը դպրոցի դիրեկտոր երրորդ դպրոցի özüm ցույց տամ սեքես մեր դիրակեննա Ես կողքինն իրան են կուջուր տղանա Սուրենը վերին սպանալն ընդեղ զեստա եկալ չտուս եկալ ստեղ Իմ պապաս Համազասպ Տեր Ղուկասյանը
49 թվին մեր ընտանիքը մամաս, ես մի հատ երեխա եմ իրան, շատ փիս պայմաններում տարալն, տավարնի վագոններում, խայտարակ վիճակը, մի սաղ ամիս ճանապարհում ընկնել։ Քեցալնք ընդեղ ես հիշում եմ խոխամ լա ճիշտ է, բայց դեռ մտածում խոխամ լավ հիշում եմ մեզ տարամի մեծ սարայանը, այդ ժողովուրդ շատ հայերն սաղ Այդ սարայում մեզ վերացալ, հետո առավոտը կոմենդանտը էր, որի պենիտակ ընկնել մուկլի, այդ կոմենդանտը եկավ սկսալ տներավը մեզ ռասպրեդիլան։ Հիշում եմ, այդ ռուս ժողովուրդը բայց մեզ շատ լավ ընդունել։ Առավոտը այդ կնանիկը կատնը կթաց կովեր, վերցավ կյամը կամանավ պենավ, Արավոտը կյանան որ բիդի կինա կամինի կարիեր։ Կինա մնդը կարն կոտրում, կարն բինանım, հետնա ոչմ հիշում էր այդ պեր որ եկա ասաղցեր կարը արյում պենինքը, ամես, թե ամեն շեբը դելավ չմ հիշում, բիդի կինային կամինդանտի մոտ, ուչոտը կաղնենք, վերհենենք ստեղ, պախալ չնք, սաղնք, Ինքը կինամ մի օր ընդեղ մի մարդի պտահում, այդ մարդը դիրեկտոր այնում մին սավխոզի, մեզ բերալն տակոչվլա զերնա սավխոզ, ինքը իրենա դիրեկտոր պլեմ խոզ կատունի, там շտեղ խոզերն պամ, գովերն պամ տիտեղ, հետո, բայց այդ սավխոզմը բաղ այլել, այդ բաղմը իմ պապաս աշխատումա որպես ագրանում, Այդ մարդը ոչմ ծանոթում են ինքը ասմա, որպես ինքն էլ յուգից ինքը Կրիմից պեն, վերջը մեզ օգնում այդ մարդը, տանում է իր մոտ, ընդեղ նորմալնի տոն հատան, որտև այստեղ մին 3, 2, 4 ընտանիք մին օթաղում ենք կացավ։ Ժաննա Ղուկասյանին հաջողվել է տարիներ անց իրենց ընտանիքի ողբերգական պատմության պատառիկները փրկել։ Նա նամակներ է հղել Ալթայի երկրամաս, հոր Համազած Ղուկասյանի գերեզմանի տեղն ու մյուս մանրամասները ճշտելու նպատակով։ Պատասխան գրություններն այսօր էլ պահվում են։ Իմ ձեռքում տիկին Ժաննայի հոր Համազած Ղուկասյանի Ստալինին ուղված նամակի խունացած ու մի կերպ փրկված կրկնօրինակն է, որի մեջ անմեղ մտավորականը պարզ մտքով շարադրում է իր պատմությունը ու անընդմեջ արդարանում, որ հոգևորական հոր մահից հետո իրենցից ոչ մեկը նրա գործը չի շարունակել, որ ինքը սկսած 1913 թվականից ինքնուրույն է վաստակել եւ դաշնակցականների հետ առնչություն չունի։ Սակայն այս փաստերն չփոխեցին նրա ընտանիքի հանդեպ որոշումը։ Արխիվային այս տեղեկանքում նշված է, որ 1890 թվականին ծնված Համազած Ղուկասյանը կնոջ ու աղջկա հետ 1949 թվականին աքսորվում է Ալթայի երկրամաս։ Ընտանիքի հորը այդպես էլ չի հաջողվում ապրել մինչև իրենց արդարացումը։ Նա աքսորավայրում էլ մահանում է։ Հազար 952 թվին մահացավ։ Բուկվալն մի տար է սպասացի վեր Ստալինի մերն է վեր տրանզիտում ես ռեաբիլիտիրovat նրա։ Սա հայությունը ինչքան է Ալտայի մելալն։ Սես տեսնում եք ինչքան ժողովուրդ եկած վակված իրան թաղման։ Ասեք ես ուչի էսա ուսյուհիա Ստեփանագերդան Սատենիկ Ակոպովնա Իրանելն վիսելկա ռածլանդը դի շատեր ինջինանչում մուք հետ եկանք 55 թվին վեր եկանք այդ վաղտը մենք այստեղ Ղարաբաղը ինչտեղ ինքը գործ արալ վրջինան չելա մրտոնը հենց այլալ մավզալեի Լենինին ժողովուրդը գալիս чтоб соболезнование там ես Իրան դիմումն ավեր կիրալ է գացա ի պրոտեստալնը գիդում չի կարող ապտահե Ստալինին հսնե գիրում ասма ես գեղում չում ես դերի տղայım իք տղա գիրում որ ես դերի տղայım բայց մեր դերը 17 թվի մահացալա դրանով մեր կապը պրծալա մուգ քեցալն կամենը Իրան հետ ընտանիք պեն մեզ կապ առաջին սիգուրն իմ հայրս ես հիշում որ վիշմին իբրտե դեդոն դաշնակալալ բայց սոտալի Հայոց եկեղեցու հոգևորականության դեմ բռնությունները շարունակվել են նաև հետո։
Խորհրդային տարիներին Ղարաբաղի բոլոր գյուղերի եկեղեցիները կոլխոզների պահեսների էին վերածվել։ Ադրբեջանը մեկ այլ քաղաքականություն ևս վարում էր։ Խոխավողտանցել արդեն ափսոսալ է սմլալ ու ջղայնանալ է սմլալ, որ թորքերի կյաման տիրում ստեղ։ Այս չքնաղ բնությանը, այս մեր հայրենիքին։ Ստեղ արդեն մեր շերմը թորքարալ գնալիս։ Նույնիսկ մեր եկեղեցուն, ասես Բաքում պենում թորքեր են լալը բերելիս։ Թորք դասատուին բերալ հատուկ, որ ստեղ թուրքեր են լույզը դասավանդել, ինքն է դե պարզա եկալ ավելա մին քանի մեն օխտ խոխայել դրան։ Մեր եկեղեցին պղծելիս, այսինքն այս էսպեները դի շատ ալալ են ձեր ազդելիս։ Թերևս այսքանը մեզ հաջողվեց առանձնացնել թեմայի վերաբերյալ ու ներկայացնել ձեր ուշադրությանը։ Պահոսն իր արխիվային դարակները փակում է Գալիկ ամսում կրկին բացելու մտադրությամբ։ Ցտեսություն ձեզ։